Սոյան։ Շնորհակալություն։ Նախքան ելույթից անցնելը մի փոքրիկ ճշտում, կարծում եմ կարիք կա, որ ես անեմ այդ ճշտումը, որովհետև պարոն Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե Բերկուտի, այլ սիրիական դեպքերի մասին եւ Սիրիայում զոհված հայերի մասին։ Սա ուղղակի գիտություն։ Հնդկական մի ասացվածք կա, հնդիկ առաջնորդներից մեկը իր մոտ եկած մարդուն ասում է, ինձ համար կարևոր չի դու ով ես, որտեղից ես եկել։ Ինձ համար կարևոր է դու պատրաստ ես արդյոք բոբիկ ոտքերով ինձ հետ միասին կանգնել կրակի վրա եւ դիմանալ այնքան եւ դիմակայել այնքան հաստատ իմանալով, որ որքան երկար դիմանաս, այնքան ավելի լավ է լինելու քո երեխաների, քո շարունակության, քո ցեղի, քո հողի համար։ Հիմա ինձ համար նույնպես կարևոր չի այստեղ նստածներս ինչ նպատակներով, ինչ շահ հետապնդելով, հանուն ինչի եւ ընդդեմ ինչի ենք խոսում։ Ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մայր, որպես տատիկ, որպես նախկին լրագրող եւ այսօր արդեն թույլ տվեք ասեմ քաղաքական գործիչ, ինձ համար կարևոր է այս դահլիճում նստածներիցս յուրաքանչյուրը եւ դրսում գտնվողներիցս յուրաքանչյուրը պատրաստ ենք միասին կանգնել կրակի վրա, այրվել, որպիսի այս երկիրը, մեր երկիրը, այս փոքրիկ երկիրը, մեր երկիրը, ի վերջո դառնա այն երկիրն ու այն պետությունը, որին նույնքան ուժով եւ նույնքան սիրով ձգտում եմ ես, նաեւ Նիկոլը, նույն սիրով եւ նույն համառությամբ ձգտում է մեզնից յուրաքանչյուրը, նաեւ ընդդիմության որևէ գործիչ։ Մենք մեզ պիտի սա հարց տանք, թե չէ այն խոսակցությունները մարտի 1-ի մեղավորների, անմեղների, նաեւ զոհերի, ով առաջինը սկսեցի, բոլոր խոսակցությունները դառնում են զրոյական, որովհետեւ ես շատ կուզեի, որ իմ կողմից այո սիրված Նիկոլ Փաշինյան այստեղ խոսելով մեղավորների մասին, ասեր, որ մի քիչ էլ ինքն է մեղավոր, կամ գուցե շատ, կամ ես խոսելով մեղավորների մասին ասեմ, որ մի քիչ էլ ես եմ մեղավոր, կամ գուցե շատ։ Երբ որ մենք այս տրամաբանությամբ ապրենք եւ այս տրամաբանությամբ աշխատենք, այս երկիրը, որը իրականում անտեր չի մեր բոլորի երկիրն է, շատ ավելի լավը կլինի։ Մեզ բոլորիս պակասում է այն դրական հենքը, որը մենք շարունակաբար այսպես բասկետբոլի գնդակի նման գցում ենք իրար վրա։ Պետք է տեր կանգնել այդ դրական հենքին։ Պետք է ի վերջո բռնել այդ դրականը եւ դրանով գնալ առաջ։ Առաջինը ես եմ ուզում եւ ես եմ պահանջատեր, որ մարտի 1-ի բոլոր մեղավորները պատժվեն, անկախ նրանից ովքեր են այդ մեղավորները, իմ սիրելիներն են թե իմ թշնամիները։ Բայց ես համոզված եմ, ուզում եք եկեք 100 հատ մարտի 1-ի հանձնաժողով ստեղծենք, միլիոն հատ ստեղծենք, չի լինելու այդ հարցի պատասխանը, որովհետև մենք տեսել ենք ժամանակին հանձնաժողով, որը ժամանակավոր մարտի 1-ը նկատի չունեմ, եւ այն ժամանակ այդ գործի նախաքննության ղեկավարը գալիս էր այս դահլիճ եւ չէր պատասխանում հարցերին, որովհետև ասում էր ես չունեմ հրահանգ պատասխանել հարցերին։ Մենք սա տեսել ենք։ Ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գործընկերների ցավը, ես հասկանում եմ նրանց մտահոգությունը, ես դրանք գրեթե համարում եմ իմը, որովհետև մարդիկ հանրահավաք պիտի անեն եւ հրապարակում պատասխան ունեն տալու մարտի 1-ի զոհերին, ճիշտ այնպես, ինչպես ես ունեմ պատասխան տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Ես հասկանում եմ իրենց եւ պարոն Ջահանգիրյանը ի պատիվ իրեն բավականին ազնվորեն դա խոստովանեց։ Երբ որ հարցնում էին, թե ինչու այսօր, ինչու հիմա, ինչու նորից մարտի 1, մարդը բացահայտ եւ ազնվորեն ասաց. ես մեղքի զգացողություն ունեմ, ուզում եմ այդ մարդկանց մի բան ասել։ Բայց բոլորս շատ լավ հասկանում ենք եւ ավելի շատ պարոն Ջահանգիրյանը, որ հանձնաժողովներով հարցեր չի լուծվում։ Մեկ այլ հանձնաժողովի մասին այստեղ պարոն Զուրաբյանը խոսելով ասաց, եթե ուզում ես գործը թաղել, մերցնել, ստեղծիր հանձնաժողով։ Ինչ փոխվեց։
Ինչ փոխվեց։ Նույն ժամանակավոր հանձնաժողովի մասին չենք խոսում, ընդհանրապես ժամանակավոր հանձնաժողովի մասին չենք խոսում, հենց դրա մասին ենք խոսում։ Ես կարող էի, այսպես ասեմ, լավամարդ լինել եւ մի քիչ վախենալ, որ կարող են ինձ քարկոծել եւ ասել ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է մարտի 1-ի հանձնաժողովին։ Ես գիտեմ մեր խմբակցության իմ քաղաքական թիմի որոշումը, բայց ես ունեմ այդքան տղամարդկություն կանգնել ասել, որ ես կողմ եմ այդ հանձնաժողովին, բայց չեմ անում դա, որովհետև ես իրականում կողմ չեմ այդ հանձնաժողովին։ Ես ունեմ այդ տղամարդկությունը, նույնիսկ եթե իմ թիմը ասի, որ կողմ է մարտի 1-ի հանձնաժողովին, ես էլի պիտի ասեի, որ դեմ եմ, որովհետև ես չեմ ուզում թոզ փչել զոհերի հարազատների դեմքերին։ Ես չեմ ուզում այդ մարդկանց խաբել։ Ես համաձայն եմ իմ կողմից շատ սիրված Ալիկ Արզումանյանի առաջարկին։ Եկեք ուրիշ բան անենք։ Եկեք որոշենք ազգային ժողովով, դիմենք կառավարությանը, դիմենք իշխանությանը, դիմենք մեզնից յուրաքանչյուրին եւ ասենք այդ մարդկանց նյութական, ֆինանսական, բարոյական վնասները ինչու մինչեւ հիմա հատուցված չեն։ Ինչու պիտի զոհերի ծնողները, հարազատները արտագնա աշխատանքի մեկնեն պահելով որբերին։ Եկեք այդ դիմումով դիմենք որպես ազգային ժողով եւ այնպես դիմենք, որ մեզ կառավարությունը չմերժի։ Թե չէ մարտի 1-ի հանձնաժողով, թե չէ դատախազ կանչել, քննչական խմբի ղեկավար կանչել, կներեք մենք դա տեսել ենք։ Մենք այդ ամեն ինչը արդեն տեսել ենք եւ գիտենք դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ուզում եմ նաև տիկին Լյուդմիլա Սարգսյանի ասածներին որոշ անդրադառնալ։ Գիտեք, կարծեմ իրավունք ունեմ ասելու, որ ընդհանրապես օպոզիցիա լինելը հեշտ բան է, հաճելի բան է, լավ բան է։ Երբ որ դու օպոզիցիա ես, թուրը տաք ու ձախ կարող ես շրխկացնել, Բայցից հետո գալիս են բազմաթիվ հարցականներ։ Համլետի նման չեմ ուզում ասել, որ այդ մենք էլ կարող ենք անել, որովհետև մենք ավելի պատասխանատու ենք այսօր։ Հիմա որոշ լրատվամիջոցներ կգրեն Մարգարիտ Եսայանը ամբողջ հանրապետականի բեռը վերցրել է իր ուսերին։ Այդպես չէ ամենևին, ես այդքան հավակնոտ չեմ։ Ես սեփական բեռս եմ տանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բեռը, այն կնոջ ու այն մոր բեռը, ում երեխաները այս երկրում են ապրում։ Ես խնդրում եմ, եթե պարոն Արզումանյանը ասում է Մարգարիտը մեր ընկերուհին ոչ այս կողմ, ոչ այն կողմ, եթե այդպես եք ընկալում ինձ, ես պատրաստ եմ կամուրջ դառնալ, սիրելի ընդդիմադիր գործընկերներ։ Եկեք իմ վրայով անցեք, միացեք։ Ես պատրաստ եմ լինել այդ կամուրջը։ Միացեք ի վերջո, մի քիչ սրտացավ, մի քիչ դրական, մի քիչ բարիություն թող մտնի։ Եվ սրանք բոլորովին խնդրում եմ մի համարեք վերացական եւ ճռճռան խոսքեր։ Ես ճռճռան խոսքեր այո կարողանում եմ ասել, բայց հիմա ես չեմ ասում այդ ճռճռան խոսքերը, որովհետեւ իմ սիրտը ցավում է, որովհետեւ մարտի 1-ի լուսադեմին ես ազատության հրապարակում էի եւ դրանից հետո ես Միասնիկյանի արձանի մոտ էի, որովհետեւ ես խոսել եմ գրեթե բոլոր զոհերի հարազատների, այդ օրերին նույնիսկ իմ հարազատներն էին Միասնիկյանի արձանի մոտ։ Ես խնդրում եմ, եկեք, չեմ ուզում այդ բառը օգտագործել, չեմ սիրում այդ բառը շահարկել, բայց եկեք այնպես բզիկ չանենք այս ողբերգությունը։ Դա մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության ողբերգությունն է։ Եկեք մեջ չանենք այս ողբերգությունը։ Ես իմ խոսք ուղղում եմ այն մարդկանց, ովքեր մարտի 1-ին կհավաքվեն ազատության հրապարակում։ Անկեղծ եմ ասում, ես սիրով կգնամ այդ հանրահավաքին։ Առանց ցուցադրամոլության եւ առանց դեմագոգիայի եմ ասում։ Բայց ես շատ կուզեի, որ մարդիկ, որոնք հավաքվում են այնտեղ, հավաքվեն ոչ թե ընդդեմի, այլ հավաքվեն հանունի, որովհետև այս երկիրը լավ երկիր, ճիշտ երկիր կդառնա եւ լեգիտիմ իշխանություն կունենա, ճիշտ իշխանություն կունենա, ուժեղ իշխանություն կունենա, դուխով իշխանություն կունենա այն ժամանակ, եթե մենք բոլորս իրար սիրում ենք։ Եթե մենք այն բոլոր ճիշտ բաները, նաեւ մեծ մասը, որ ասվեց այսօր ընդդիմության կողմից, չասենք չարությամբ։ Ես հիմա առաջարկ եմ անում այս նախագծի մեջ, չգիտեմ հանձնաժողով ստեղծվում է թե չի ստեղծվում,
Առաջարկում եմ, պնդում եմ Ալիկ Արզումանյանի առաջարկը։ Եկեք պահանջենք կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք, որ զոհերի հարազատներին տրվի, ինչ որ չի տրվել մինչև հիմա եւ վատ է, որ չի տրվել մինչև հիմա։ Ավարտելով խոսքս, իմ լավ ընկերներից մեկի միտքն եմ ուզում արտահայտել։ Մեր կյանքը, բոլորիս կյանքը սևագրություն է, ցավոք մենք մաքրագրելու ժամանակ չենք ունենում։ Եկեք այնպես ապրենք, որ այդ սևագրությունը նայելու բան լինի։ Շնորհակալություն։